Լճաշեն այգեհովտի համայնքի գյուղերից մեկն է։ 2000 թվականից այստեղ ապրում է 3 ընտանիք, դրանցից մեկը Արամայիս Խաչատրյանի ընտանիքն է։ Ինչ դժվարություններ են քաշել անցած տարիներին, նա հիշել չի ուզում։ Կորաստեղ չի, որովհետև այս հողի վրա արյունն է թափվել, մեր ընկերների արյունը, ու մենք պարտավոր ենք այդ արյունը չթողենք օդի մեջ գնալ, պետք է պահենք մեր ձեռքերում, ու մենք անում ենք։ Հողն այստեղ իրեն սիրողի հանդեպ երախտապարտ է, պարգևատրում է թափար ջանքերի համար, այնպես որ իրենց ապրուստից, որ այնքան հեշտ ու հանգիստ չէ, Լճաշենում չեն բողոքում։ Ի տարբերություն մյուս բնակավայրերի, որոշել են պտուղ բանջարեղենի մշակությամբ զբաղվել։ Եթե բոլորը արտեր ցանեն, վերջը ժողովրդին միրգ, բանջարեղեն պետք է գալիս, չէ։ Հիմնավորման առաջին տարուց բանջարանոցների հետ միասին սկսել են նաև այգիներ տնկել, դրանք արդեն բերք են տալիս։ Բերքը հավաքում ենք ու դժգոհ չենք։ Ստացած եկամուտն էլ հուշել է, որ տնտեսության հեռանկարը կապեն այգեգործության հետ։ Այս օրերին նոր այգիներ են տնկում։ Նռան ծառատունկ են կարել, դեղսի ծառատունկ են կարել, խնձորա, տանձա, ուզում ենք մի 100-200 հատ կարելյոկի տունգիներ աճացնենք։ Արամայիս Խաչատրյանը հպարտությամբ ծանոթացնում է իր գործընկերոջ հետ, որ պարզվում է այս մինի տրակտորն է, որ ձեռք է բերել լիզինգով։ Իրոք արդեն տարբերությունը զգում եմ, փոփոխությունը, որ դեպի լավն են գնում, ու տա Աստված այս ձևել մնա։ Կյանքի լավանալ այստեղ գուցե թե զգում են ավելի, քան Արցախի մեկ այլ բնակավայրում։ 11 տարի ապրել են առանց էլեկտրականության։ Անցած ամառ հանրապետության նախագահի հետ զրույցում պատմել են այդ մասին եւ հիմա արդեն հոսանք ունեն։ Այն ժամանակ հոսանք չունենք, մի քիչ ոնց որ կասկածելով ապրենք, բայց այսօր եթե հոսանքը կա, արդեն զգում ենք, որ լիարժեք կարելի է ապրել։ Արամայիս Խաչատրյանը գյուղի առօրյայի, իր ընտանիքի եւ հարևանների մասին է պատմում։ Իր 4 զավակներն արդեն մեծ են, նաեւ թոռներ ունի, այստեղ են, Լճաշենում, իր կողքին։ Լավ թոռնիկներ ունեմ։ Այստեղ են գյուղում, թե։ Այո, այստեղ են, բոլորը այստեղ են, տեղում են։ Պետական մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ լճաշենցիները վերանորոգել են տները, ընտանիքի հորը նոր միտք է հուշել, որն ազգային գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին հաստատուն քայլերից մեկն է։ Այսօր էլ տները արդեն ռեմոնտ են անում, այն երկուսին էլ ամուսնացնեմ, հոգսերից բռնեմ։ Հպարտությամբ նշում է, որ Լճաշենում վերջին տարիներին 4 տղա երեխա է ծնվել։ Այսինքն հայրերի վառած օջախ անշեջ պահողներ կան, նորերն էլ կվառվեն, համոզված է Արամայիս Խաչատրյանը։ Մարդիկ պետք է բնակվեն, եթե մարդիկ չեն բնակվում, զուր անցնում մարդկանց են թափած այժունը։ Լուսինա Ավանեսյան, Հովիկ Առաքելյան, օր։